Աքորիում բնակվող Դավոյանների ընտանիքը մեկն է այն 50 տնային տնտեսություններից, որը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող ծրագրով արևային ֆոտովոլտային համակարգ է ձեռք բերել։ Շվեդական միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալության ֆինանսական միջոցներով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը Ալավերդու համայնքապետարանի հետ համատեղ իրականացվող համայնքի կայունության ամրապնդում էներգարդյունավետության եւ ցածր արտանետումներով զարգացման միջոցով ծրագրով Ալավերդի համայնքի ցածր եկամուտ ունեցող 50 ընտանիքներին նվիրաբերել է 2 կիլովատ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգ էլեկտրաէներգիայի սեփական կարիքները բավարարելու համար։ Աքորու բնակիչ Մերուժան Դավոյանն ասում է, սեփական ուժերով չէին կարողան արևային համակարգ ձեռք բերել։ Բազմանդամ ընտանիքի միակ աշխատողը պայմանագրային զինծառայող որդին է, որի խնամքին են ծնողները, կինը եւ 4 անչափահաս երեխաները։ Աշնանը տեղադրել են մարտ ամսից արդեն օգտագործում են։ Ես 3 ամիս էլ։ Առաջ մինչև 7000 ելնում էր, չէ՞, երևակայ։ Հիմա ասենք 1000 դրամ։ Այդ կարգի քիչացել է, էլի։ Էկոնոմիալն է, միտի ոնց որ մի 6000-7000 դրամ նման տանիքին ասենք երեխանց որ դպրոցում ասենք էքսկուրսիայի բանի փող են հավաքում, իդ մի բան օգնում է, էլի։ Արևային ֆոտովոլտային համակարգերի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2024 թվականին, 2025 թվականի մայիսի 31-ի դրությամբ կառուցված 50 համակարգերից 47-ը միացված է ցանցին, մյուս 3-ի մասով միացման աշխատանքները շարունակվում են։ Արևային համակարգերի շահագործումը սկսվել է մարտից։ Մեր նման ընտանիք հիմա զգալի է։ Ես գնացել եմ հանդե ինչքանի 2000 դրամի խաթեր գնացել եմ լալվալ տակնեմ հասել։ Աքորում մեկ այլ բնակիչ Գոհար Սարգսյանն ասում է, իրենց թաղամասը գազիֆիկացված չէ, ջերուցման միակ աղբյուրը էլեկտրաէներգիան է։ Այս ամիսների ընթացքում առանց խնայելու էլեկտրաէներգիան օգտագործել են 0 դրամով, տնտեսած գումարը կօգտագործեն երեխաների բազմազան կարիքներին, մանկապարտեզի վճար, հագուստ եւ այլն։ Արդեն համարյա 4 ամիս է օգտագործում ենք, ոչ մի վճար չենք արել, փոփոխությունն զգում ենք էլի բաղնիսով, բան էներգիայով։ Հահագին ջուրը պահում է, իր տակացրածը։ Անջատած եք, ահագին պահում է։ Հաջորդ օրը երեք միացրել եմ, այսօր ահագին տաք է էլի ջուրը։ Մենք այդքան հնարավորություն չունենք տեղադրենք, ընդամենը 72000 դրամ թոշակ ենք ստանում, երկուսով երեխեքն է դե արդեն։ Լիարժեք օգտագործում ենք, եսին ու կօգտագործենք էլի փագածների գազ չկա բնական։ Ընտանիքների ընտրությունն իրականացվել է ծրագրի կողմից տրամադրված խոցելիության չափանիշների հիման վրա Ալավերդու համայնքապետարանի, Թումանյանի միասնական սոցիալական ծառայության եւ ՀԲ հասարակական կազմակերպության հետ համատեղ։ Ընտրվել են այն ընտանիքները, որոնք հաշվառված են ընտանեկան նպաստի համակարգում կամ նպաստ ստացող ընտանիք են, այդ թվում տեղահանված, ունեն 3 եւ ավելի անչափահաս երեխաներ, միայնակ մայրեր են, ունեն հաշմանդամության կարգ ունեցող ընտանիքի անդամներ եւ բազմանդամ ընտանիքներ են։ Հիմա մեզ մոտ մոնիտորինգային փուլն է եւ արդեն տեղադրված են արևային կայանները, այցեր են իրականացնում ընտանիքներ, փորձում հասկանալ որքանով է արդյունավետ եւ ինչ խնդիրներ կամ ինչ առաջարկություններ ունեն։ Կարող ենք ասել, որ այն բոլոր ընտանիքները, որոնք մենք այցելել ենք, բոլորը բավականին գոհ են եւ արդեն պատկերացրեք դեռ եթե մարտին կեսին է տեղադրվել, ապրիլի վերջ իրենք արդեն ընդհանրապես էլեկտրաէներգիայի վճար չեն տվել, հաշվի առնելով, որ մարտն ապրիլն էլ այս տարի բավականին ցուրտ էին, ազոտ արդյունքը հասկանալու համար, թե ինչքան աջակցություններ այդ ընտանիքներին ու նաև ինչն է կարևոր, որ այն ծախսերը, որ իրենք նախատեսում են, թե ամառային ամիսներին, թե աշնանային ու ձմռան ամիսներին կոմունալ ծառայություններին, մասնավորապես էլեկտրաէներգիային վճարել, իրենք այդ գումարի հետ կապված արդեն պլաններ ունեն, պատրաստում են կրթության հարցեր լուծել, տունը վերանորոգել եւ այլն, ինչը շատ գովելի է եւ շատ հուսադրող, որ գոնե կարողացանք ինչ-որ ձևով աջակցել եւ զարգացում ապահովել։ Յուրաքանչյուր արևային ֆոտովոլտային համակարգ տարեկան կարտադրի մինչև 2800 կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա, տարեկան արտադրությունը կկազմի շուրջ 140,000 կիլովատ-ժամ, CO2-ի արտանետման տարեկան կրճատումը կկազմի շուրջ 59 տոննա։ Քաղաքացու ձայնը Լոռու մարզի Ալավերդի համայնքից։